Վարչապետը երկրում տիրող համատարած անգրագիտությունից է դժգոհում ու ինչպես ինքն է ասում, խելագարվում է այն մտքից, որ բոլոր ոլորտներում մասնագետների 80-ից 90%-ը չի տիրապետում իր գործին։ Փաշինյանը վարորդներից սկսեց, ասաց, որ վարել չգիտեն, որովհետև փողով են գնել վարորդական վկայականները։ Դրա համար էլ վթարների ու զոհերի թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Վարորդական իրավունք ունեցող անձանց 70%-ը իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող անհմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Իսկ վարչապետը, որ վարում էր ավտո, ինքը գիտի վարել, ինքը սովորել է, հենց հիմա թող գա գնանք միասին թող քննություն հանձնի։ Եթե գիտի, վարչապետը մինչև հիմա չգիտի, որ մարդիկ գնում են քննություն հանձնելու, պարտադիր 1-ից 2 անգամը կտրվում են, երրորդը ստանում են։ Ինչի՞։ Պետտուրք վճարելու համար 12,000, հա, գումար են աշխատում, այն ժամանակ ուրիշ ձև էին աշխատում, հիմա սենց են աշխատում, ոչ մեկին չի հետաքրքրում երթևեկությունը։ Իրական վթարների պատճառը այն է, որ արդեն այս անկանոն վիճակից մարդկանց թվում է, որ բոլորին ամեն ինչ կարելի է։ Ում գրպանը $20 փող կա, ինքը մի հատ ապերո աղատաղա է, ոնց ուզում է, նենց քշում է։ Մեր սիրելի վարչապետը ինչ վիճակագրությունից ելնելով է ասում, որ վարել չգիտեն։ Եթե ուզում են ստուգեն, թող ամբողջ վարորդներին մի հատ ատեստացիա անցկացնեն, տեսնեն վարել գիտեն, թե չգիտեն։ Համենայն դեպս չեմ կարծում, որ դա է պատճառը, ուղղակի մեր վարչապետը երևի մոռացել է, որ մեքենաների քանակը չեմ կարող ասեմ մի քանի անգամ, բայց տասնյակ, 100, չգիտեմ, քանի անգամ ավելացել է Երևան քաղաքում եւ ընդհանուր Հայաստանում, բայց ճանապարհները մնացել են նույնը։ Այսինքն մեր քաղաքը նախատեսված չի այս քանակի համար։ Դա չի պատճառը։ Հիմնականում ասենք մեր երթևեկությունն է, մեքենաները շատ են, գիշերները գոնկեք են շատ, հիմնական պատճառները դա է, թե չէ որ ասեմ վարորդականը գնել են, էտա պատճառը, չէ, դա կապ չունի։ Վարորդների օրինակը Փաշինյանը տարածեց մնացած բոլոր ոլորտների վրա, ու մարդկանց հորդորեց չզարմանալ, որ պետական կառավարման համակարգում կադրային սով է, սայլն էլ տեղից չի շարժվում, ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ իշխանություններն են, պնդեց Փաշինյանը։ Եթե վարորդները, սանտեխնիկները, կաֆել խփողները, մետլախ խփողները, դերձակները, ուսուցիչները, բոլորի մասին կարանք էդ ասենք, իսկ ինչի չենք կարող ասենք երկրի կառավարիչների մասին։ Ինչի չենք կարող ասել քաղաքական գործիչների մասին, որովհետև եթե դա է կանոնը, դա կանոն է բոլորի համար։ Թող սկսեն իրանցից էլի, իրանց բնակավարից, այսինքն պետական ստրուկտուրան եւ ապարատը, դա կլինի նախարարություն, դա կլինի, թե ինչ վերաբերվում է անգրագիտությանը, չեմ հասկանում եմ, որ ասինքն չի կարող ազգի մեջ բոլորը լինեն գրագետ կամ ամեն մեկը մի յուրովի է, էլի, բայց ասենք ինչ վերաբերվում է անգրագիտությանը, մենք ինքներս էլ ենք հեռուստացույց նայում, տեսնում ենք անգամ պարզ նախադասությունը չեն կարող ճիշտ շարադրել, ուր մնաց բարձ ստորադասական։ Վարչապետը ինքը հենց տեղով անգրագետ է, ոնց կարա մեր հայ ազգին անգրագետ անվանել։ Ինքը ուղղակի չարիք է մեր պետության վրա, ուրիշ ոչ մի բան։ Ինքը ինձ նստեց որպես վարչապետ երկիր ղեկավարելու, մեր ազգամած հետ է վարժվում, ամեն ձևով։ Այս վարչապետը, որ լավ վարչապետ լինի, խելո գլուխ կախարած կթողա կհեռանա այս պետությունից, նույնիսկ պետությունից չի մնա։ Ինքը լավ բլոգեր է, ինքը ասել մեր ժողովրդին լացված եղանող է, ինքը տենց բաների մեջ է լավ օժտված, դրա համար էլ մեր ժողովրդին անկիրթ է համարում, թե ինքը, թե իր անօրինական կինը։ Անգրագետ մարդ չկա, անգրագետը ինքն է, որ բան է։ Իրոք ասենք այսօր մեր դպրոցներում ունես չի, որ 100% ուսուցիչները լավ ուսուցիչներ են։ Ուսուցիչ կա, որ ասենք ինքը մանկավարժ լինելու իրավունք չունի։ Բայց այդ 99%-ի մեջ ինքը չի մտնում։ Թոփոխի կառավարությունը կամ էլ Նիկոլ Փաշինյանը իր ասելով ինչ, հեսա մնաց մի տարի էլի, մնաց մի տարի, թո ժողովուրդը մի կերպ ու հետո էլի կետա, չգիտեմ, աղջիկ ջան, ուղղակի
մենակ կառավարությունից չի, բացի կառավարությունից այնտեղ դեպուտատները բա որ նայում ես մեկու մեջ вообще նստելու չեն։ Գրագետը միայն իրանք են, որ իրանք սկի լիարժեք կրթություն չունեն։ Ես ինքս կրթված եմ։ Հա? Այսօր ես խիպտի գամ տաքսի քշեմ, կարակ ասեք։ Ունեմ երկար տարվա արդյունաբերություն եմ աշխատել ավիացիոն գործարանում, եղել եմ արտադրամասի պետ։ Ես ինչի պիտի գամ տաքսի քշեմ։ Իրեն մոտ կանգնողները, որ ոչ ունեն կյանքի փորձ, ոչ ունեն աշխատանքային փորձ։ Եվ այսօր ինքը ասում է կադրեր չկան։ Կան է, քո հետ երկու հոգի քայլել են նրանց էս բերե դնում։ Փոխանակ ասես ընկեր, այս մարդը մասնագետ է։ Անկախ նրանից, որ կուսակցությունից է, թե կուսակցական չի, կապ չունի։ Բեր այդ մարդուն թող աշխատի։ Բայց դրել եք երկու բառ չեն կարում ազգային ժողովում, խոսան 1.5 միլիոն աշխատավարձ են ստանում։ Խես բեր է դրե։ Ես էլ ես երկիրը սարքել եմ, տվել եմ ձեզ 40,000 դրամ թոշակ ես տալի։ Այդ խի, այդ ով արեց այդ հաշվարկը։